Հարգելի գործընկերներ, Հայաստանի սահմաններում եւ Հայաստանի ներսում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, սակայն մենք խնդիրներ ունենք նաեւ Հայաստանի տարածքից դուրս, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ եւ լրջագույն խնդիրներ են ստեղծում նրանց տեղաշարժի համար։ Արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ քաղաքացիներից ստացվում են գրավոր եւ բանավոր ահազանգեր, առ այն, որ հայկական, ինչպես նաեւ ՌԴ-ից գնված եւ Հայաստան տեղափոխվող տրանզիտային պետհամարանիշներով, ավտոմեքենաներով երթևեկող ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում, իսկ ավելի կոնկրետ Կաբարդինո-Բալկարիայով անցնող պետական ճանապարհահատվածում բարի բուն իմաստով ռեկետի են ենթարկվում։ Ռուսաստանի ոստիկանության կողմից Մասնավորապես քաղաքացիների պետական ռեկետի չափը տատանվում է 400-ից մինչև 1000 ԱՄՆ դոլարի միջակայքում, կախված ավտոմեքենայի շքեղությունից։ Որպես կանոն քաղաքացիներն ուղևորվում են Ռուսաստան ընտանիքներով։ Եթե օրինակ 5 հոգեանոց ընտանիք ինքնաթիռով Մոսկվա մեկնելու համար պետք է ծախսի մոտավորապես $800, ապա ավտոմեքենայով ուղևորությունն արժե շուրջ $300։ Սակայն հաշվի առնելով վերոհիշյալ փաստը, մեր քաղաքացիները հայտնվում են անելանելի եւ տհաճ մի իրավիճակում եւ ստիպված են լինում վերջին կոպեկը տալ եւ մազապուրց հասնել Հայաստան։ Արդյոք տեղյակ է Հայաստանի կառավարությունն ապօրինության այս ճչացող փաստի մասին եւ ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ պատրաստվում ձեռնարկել համապատասխան գերատեսչությունները պաշտպանելու մեր քաղաքացիների իրավունքները։ Հարցին պատասխանի տրանսպորտի եւ կապի նախարար պարոն Գագիկ Բեգլարյանը, համեցեք պարոն Բեգլարյան։ Շնորհակալություն, անկեղծ ասեմ, ռուսաստանյան այդ ոնց դուք ասեցիք կամ ոչ ռուսաստանյան չասեմ ես, այլ ասեմ մեր հանրապետությունից դուրս այդ կարգի հարաբերությունների հետ կապված կոնկրետ մենք միջամտություն չունենք, բայց ես ասեմ այլ բան, որ մենք ուրիշ հարցով ենք շատ երկար աշխատել ու հասել արդյունքի։ Լարսում օրինակ շատ երկար ժամանակ մեր մեքենաները ունենում էին մեծ խնդիրներ ու ավելի շատ խնդիրները գալիս էր ոչ վրացական կողմից եւ այդ խնդիրների հետ համատեղ նաեւ կոնկրետ վարչապետի հանձնարարությամբ հանձնաժողով կազմվեց, մենք մեկնել ենք հանձնախմբի անդամները բոլորը գնացել են Լարս, տեղում ուսումնասիրել են, Ռուսաստանի կողմից նաեւ հանձնարարություն էր իջեցվել, որպեսզի իրենց համապատասխան գերատեսչության ղեկավարները լինեին Լարսում, աշխատանքները ընթացան շատ բարվոք, հիմա մեր հայկական մեքենաների հետ կապված մեր աշխատանքների արդյունքում առանձին 4-րդ գիծ է Լարսում տրամադրված, որոնց համար կանաչ լույս է միայն եւ այս կողմից դեպի Ռուսաստան եւ Ռուսաստանից հակառակ կողմը։ Ես կարող եմ այդ բոլորը նաեւ նկարներով ձեզ ցույց տալ, որ մեր համապատասխան գոլեգան այնտեղից ուղարկել է նկարները, ապացույցները, մեր վարորդների հետ եմ ես զրուցել։ Այսօր Լարսում այն խնդիրները, որ մենք ունեինք 6 ամիս առաջ, մի տարի առաջ, մենք այսօր հիմա չունենք։ Իսկ ինչ մնում է Լարսից այն կողմ պետավտոտեսչության տեսուչները ոնց են վերաբերվում, ես կարող եմ մի բան ասել, որ աշխարհում ամեն տեղ էլ անբարեխիղճ պետավտոտեսչության աշխատողներ կան եւ կոնկրետ դա կարող է լինել անհատ դեպք, եթե կոնկրետ համարով, ոստիկանի անազգանունով, ամեն ինչով կոնկրետ դուք մեզ ներկայացնեք նամակով, անպայման ինչու՞ չէ, մեր հանրապետության քաղաքացու կողքին մենք միշտ կանգնած ենք, մեր բոլոր լծակները կօգտագործենք, որ նաև պատժվի նաև մեր հանրապետությունից դուրս այն մարդը, որ մեր քաղաքացու նկատմամբ իրեն այդ կարգի արարքները, ռեկետային արարքները թույլ տվել։ Բայց խնդրում եմ կոնկրետ նամակով ասեք, փաստերով, մենք էլ ամեն ինչ անենք, եթե հնարավոր է այդ հարցին լուծում տանք։
Երրորդ խոսափող Լյուդմիլա Սարգսյան, համեցեք դիգին Սարգսյան։ Հարցը շատ կոնկրետ էր ու փաստորեն դուք տեղյակ չեք նման ապօրինություններին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանը հատող սահմանում փաստորեն։ Խնդիրը դրա մեջ չէ, ես գտնում եմ, որ պետք է դա բարձրաձայնել եւ ձեր ուշադրությունը սևեռել այդ հարցին, ինչպես նաեւ համարում եմ, որ Հայաստանում հասարակության մեջ աճող հակառուսական տրամադրությունները կանխելու համար նման կարգի ապօրինությունները անհրաժեշտ է ինչ-որ ձևով կանխել։ Եվ վերջապես մենք Մոսկվայում ունենք նստած մարդ, նախկին վարչապետի մասին է խոսքը, որը ըստ էության ներկայացնում է ռոտացիոն կարգով այսօր ԵԱՏՄ վարչապետն է, կարելի է դիմել նրա միջամտությանը եւ թող փորձեն այդ հարցը կարգավորել։ Շատ ներողություն, կարամ պատասխանել։ Համեցեք, կարող եք։ Շատ ներողություն, ի հարգանքս ձեզ, ես իմ պատասխանից չհասկացա, որ ես կոնկրետ տեղյակ չեմ։ Ես կոնկրետ ուզում եմ չեմ ուզում ես նույն ձևից ձեզ պատասխանեմ, ես կոնկրետ ուզում եմ փաստեր, այսինքն ավելի մանրամասը ասեմ, Պողոսյան Վալոդին, այսինչ մեքենայով, այսինչ ժամին, այսինչ տեղը անհանգստացել են, թե չէ խոսքեր, որ ես ասում եմ, եթե ձեզ հասել է 6 ամսվա, մի տարվա, տարուկեսվա առաջվա նոր ինֆորմացիան, Լարսի հետ կապված, մենք դրա հետ կապված աշխատել ենք, իրականում լավ ենք աշխատել, անկեղծ ասեմ, ու ընդեղ այսօր շատ ավելի շատ առաջնային ընդունվում են հայկական մեքենաները, բաց են թողվում հայկական մեքենաները, քան մյուս պետություններից այնտեղ անցնող մեքենաները։ Իրանց համար հատուկ կանաչ գիծ եւ կանաչ լույս է արված։ Իսկ ինչ մնում է Լարսից հեռու մնացած բոլոր դեպքերով ես չեմ հրաժարվում։ Խնդրեմ, նամակ գրեք, անուն ազգանունով հրավիրենք այդ վարորդին, լսենք, եթե տեսնենք մեր միջամտության հնարավորությունը կա, միջամտենք, չէ հնարավոր եւ այլ ատյանների դիմենք, որպեսզի նրանք մեզ օգնեն, կարող է եւ դա մեր ոլորտին էլ չի պատկանում։ Ես ասեցի, պատրաստ ենք աշխատել ու յուրաքանչյուր, չասեցի ընդհանուր, յուրաքանչյուր մեկ վարորդի համար էլ մենք պատրաստ ենք ամեն ինչ անենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն նախարար, հաջորդ հարցի համար ձայնադրվում է Թևան Պողոսյանին, երրորդ խոսափող, համեցեք պարոն Պողոսյան։